Հիմա դա այնքան ցածր վարկանիշ ունի, որ քանի հոգու է ձերբակալի ու ինչ ուղեկցող տեքստեր էլ գրի իր Facebook-ում, դրանով չի խեղճացնի։ Բագրատ Սրբազանին պետք է ձերբակալման վախեցնեն, թե Արա Ռոստոմյանին։ Ռոստոմյանի հետ կատարվածը հատկապես ուզում եմ շեշտել։ Պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրն է։ Հորը ձերբակալել է, քանի որ չի հաշտվում նրա հետ, որ իր որդուն Նիկոլ Փաշինյանը զոհ է տվել հանուն ոչնչի։ Նիկոլն ասել է. «Քո որդին կարող էր չզոհվել, բայց տարազոհեցի, որ ինձ չասեն դավաճան։ Հիմա այդ մարդու տունը խուզարկել են։ Բան չեն գտել, բայց տարել են»։ Բագրատ Սրբազանի տանից ինչ որ արտղերով թղթեր են տարել։ Օրերս գիրք էր հրապարակել։ Երևի դրա սևագրերն են։ Տողատակերում հեղաշրջման պլանման կգան։ Մարդիկ իշխանափոխության պահանջի մասին վաղուց են խոսում, վաղուց են ձեր հեռացումը պահանջում ու պահանջում են ոչ թե գաղտնի պլաններով, այլ բացահայտ, ուղիղ եթերներով, արդեն մի քանի տարի են պահանջում։ Դուք գնացել եք այն մարդկանց տները, ովքեր առավոտից իրիկուն ելույթներով ձեր հրաժարականն են պահանջում, ու դա ներկայացնում եք հեղաշրջման պլան, ու շատ խնդալու է, որ հրապարակել են մի պլան ու ձերբակալել են մի բանի համար, որը ըստ իրենց պետք է տեղի ունեցած լիներ 2024 թվականին։